Այստեղ կա մարդ, որ ինչ-որ մեկին դալիճում գտնվող չի ճանաչում։ Կա։ Հիմա ես հարց եմ տալու։ Կա մեկ այսօր, որ ծանոթացել է ինչ-որ մեկի հետ։ Նոր մարդ է, նոր ընկեր, նոր ծանոթություն։ Ես օրինակ մի 4-5 հոգի հասցրել եմ անուններ հարցնեմ եւ այլն։ Ես խեմ սա ասում։ Սիրելիներս, Աստվածաշունչ ասում է, որպեսզի մարմինը միաբան լինի, որպեսզի մարմինը չբաժանվի, մենք պետք է իրար ճանաչենք։ Ամեն, դրա համար մինչև 3-ը հաշվելու եմ, երբ որ 3 հաշված լինեմ արդեն, դու պետք է ավարտած լինես։ Դրա համար կխնդրեմ, դա տևելու է մոտ 20 վայրկյան, մոտավորապես։ Կխնդրեմ, որպեսզի հիմա նայես քո կողքերը ու տեսնես քեզ համար անծանոթ դեմքեր կան թե չէ։ Եթե կան, շատ արագ ծանոթացի, իմացի նրա անունը եւ այլ եւ այլ։ 1 2 3 Հիմա հարց, կա ինչ-որ մեկը, որ նոր մարդու անուն իմացավ, թե չէ, հլը տեսեք ձեռքերը, հլը տեսեք, սա գիտեք ինչի մասին է խոսում, գիտեք մենք ենքան զբաղված ենք ինքներս մեզանով, և հետո մտածում ենք ոնց անենք, որ սատանան ավելի, են որ ասում է պարտված զգա, որ չենք նկատում մեր կողքիններին, քո հաղթանակի համար քո կողքինը պետք է, սիրելիս, քո հաղթանակի համար քո կողքինը պետք է, Էնպես որ միշտ եղիր բաց, միշտ եղիր ուղղակի մարդամոտ, միշտ շփվող եղիր, միշտ փորձի, որպեսզի մարդկանց հետ ուղղակի ունենաս հարաբերություն, որովհետև Քրիստոսի մարմինը հենց դա է։ Քրիստոսի մարմինը բաղկացած է հենց այսպիսի մարդկանցից, ովքեր որ իրար պետք է ճանաչեն եւ իրար հետ գնան։ Ամեն։ Ես ուրախ եմ, երբ որ տեսնում եմ եկեղեցին ուրախ, զվարթ սիրուն, սպիտակ եւ այլ գույներով, սենց խայտաբղետ, գիտես, այնքան հաճելի է, որ նայում ես ու տեսնում ես ոչ միայն նրանց հագուկապ, այլ նրանց դեմքի արտահայտությունը, նրանց աչքերի այդ կրակը, լույսը եւ այլն։ Ու գիտես, այդ ամենը խոսում է մի բանի մասին, որ դու հավատք ունես։ Որ դու հավատք ունես, դու ուղղակի մեկը չես, որ պաշտում ես մի Աստծուն, որը չգիտես քեզ լսում է, թե չի լսում։ Ես վստահ եմ, որ այստեղ ներկաներիդ կյանքում Աստված հրաշք արել։ Կա Բոլորիդ կյանքում արել է, սա տիրոջ հաղթանակն է, սա Աստծո հաղթանակն է և դժոխքի պարտությունն է, ու ես ուզում եմ ասել քեզ եկեղեցի այս ժամանակների մեջ Տերը բացում է, այս ժամանակների մեջ Տերը առաջնորդում է, որպեսզի մենք ոչ միայն միաբան լինենք, այլ նաև լինենք խանգարող այն թշնամուն, այն սատանային, որը որ փորձում է մեր քույրերի և եղբայրների կյանքը, երբեմն էլ մեր կյանքը նրան ինչ որ ձևի հաջողվում է, երբ որ մենք անուշադիր ենք կամ քնած ենք, ինչ որ վնասներ հասցնի։ Դրա համար ես կուզենամ, որպեսզի դու միշտ իմանաս, որ եկեղեցին դա այն տարածքն է, դա այն միջավայրն է, որտեղ որ Աստված իր հրաշքները, իր զորությունը, իր ձեռքը պարզած է ու միշտ ներկա է։ Ամեն, որպեսզի հրաշքներ անի եւ առաջնորդի։ Այսօրվա այն խոսքը, որը որ շատ կարճ, ես պետք է փորձեմ մի կես ժամվա մեջ ընդամենը տեղավորվելով ձեզ տալ, վերնագրել եմ հետևյալ կերպ. գտիր մեկին, այսօր մի քանիսին գտակ, ծանոթացաք, գտիր մեկին, գիտեք մենք երբեմն կարանք նստենք ու մտածենք, երազենք հարյուրների, հազարների, միլիոնների մասին, մարդկանց մասին է խոսքը, միայն դրամները մի հաշվեք, Կարող ենք նստել մտածել, բայց այդպես էլ այն մեկին, որը որ մեր կողքն է եւ նա մեր կարիքը ունի, չնկատենք։ Այդպես էլ չնկատենք։ Ես գիտեմ, որ Աստված սիրող Աստված է, բարի Աստված է, զորավոր, զոհաբերության խոսք, զորավոր այստեղ խոսք ու Աստծո ներկայություն կա, բայց ուզում եմ ասել, որ ավելի մեծ զորություն Աստված չունի, քան այն զորությունը, որ դրել է եկեղեցու մեջ։ Աստված իր ամենամեծ զորությունը Եփեսացիների առաջի գլուխը ասում է, որ նա ճանաչեք ու հասկացեք, որքան մեծ եւ գերազանց է նրա զորությունը, որ ձեր մեջ է բնակված, որ Քրիստոսին դժոխքից հարություն տվեց։ Ավելի մեծ զորություն Աստված չի օգտագործում, չունի կամ չգիտեմ,
ամենամեծ զորությունը, որը որ կարող է երբևիցե մարդը տեսնի, ճանաչի, զգա կամ չհասկանա այդպես է, դա Աստծո զորությունն է, որ եկեղեցու մեջ է։ Իսկ այդ եկեղեցին ես ու դու ենք, սիրելիներս։ Դա մեր մեջ է բնակված, եւ երբ որ նայում ենք մենք Աստվածաշնչին, շատ դեպքերում տեսնում ենք այս թեվավոր խոսքը, այս մեջբերումը, որ Հիսուսն է անում եւ ասում է քո հավատքով թող քեզ լինի։ Լսել եք։ Քո հավատքով քեզ լինի։ Լսած կաք երբևիցե ասել ես, այն որ մարդիկ որ խոսում են, ասում ես դե քո հավատքով թող քեզ լինի։ Դու ինչ ուզում ես թող էդ լինի։ Հայերը մի քիչ փոխում են, ասում են Աստված ամեն մեկին իր սրտի պես թող։ Ոնց հավատում ես, այտենց էլ թող լինի։ Հիմա տեսեք, եթե հարցը կայանում է նրանում, որ մեր հավատքով մեզ լինի, դա Հիսուսն ասում եւ դա ճշմարտություն է, սա խոսում է մի բանի մասին, որ մենք կարող ենք լայնացնել մեր հավատքի սահմանները։ Հա, մենք կարող ենք ունենալ մանանեխի հատիկի չափ, բայց կարող ենք ունենալ ավելի մեծ հավատներ, Աստծո հավատքն ունենալ։ Հա? Ինձ հետ ես եկեղեցի։ Ես այսօր մի փոքր փորձելու եմ շարժեմ քո սիրտը։ Հալելույա։ Եվ ես ուզում եմ խոսել հիմա նրա մասին, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Ղուկաս 19-րդ գլխում Աստվածաշունչը ասում է նրա մասին, որ մարդու որդին եկել է, Հիսուսի մասին, մարդու որդին եկել է, որ կորածին փնտրի և փրկի։ Սիրելիս, Աստված ուզում է, որ կորածը փրկվի, Աստված ուզում է, որ կորածը գտնվի, և մենք այդ կորածներից մեկն էինք մի ժամանակ, մենք էինք այդ կորածներից մեկը, որ Տերը եկավ ու մեզ գտավ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկին կալում, ինչ-որ մեկին այգում, ինչ-որ տեղին աշխատավայրում, ինչ-որ տեղին հիվանդանոցում, ինչ-որ տեղին իրա տանը, ինչ-որ տեղին ուղղակի նստած թերթում էր սոցցանցերը, ինչ-որ մեկին գտավ, չգիտեմ, մահից պրծնելու պահին, հա, ամեն մեկիս Աստված եկավ ու փրկեց, գտավ։ Ու մենք տեսնում ենք, որ խոսքը ասում է, դա է նրա գործը, նա եկել է, որպեսզի կորածին փնտրի ու գտնի։ Եվ գիտեք, մենք պետք է հասկանանք, մենք պետք է գիտակցենք, որ եկեղեցին դա այն օրգանիզմն է, որ պետք է այս երկրի վրա կարողանա շարունակի Հիսուսի գործը, կարողանա տեսնի ու գտնի այն միատին, այն մեկին, որ կորած է, որ կարիք ունի փրկության, որ կարիք ունի, որպեսզի նա գտնված լինի։ Շատ հաճախ ես տեսնում եմ ու մտածում եմ, երբ որ երեք ես մի խմբակում խոսում էի սրա մասին ու ասում էի, գիտեք, եկեղեցին, ընդհանրապես քրիստոնյաների մոտ այսպիսի բան եմ նկատել այս 90 թվականից մինչև հիմա անցած իմ ընթացքի մեջ, որ տեսնում եմ քրիստոնյաները ավելի շատ սկսել են ասել, ես դեռ պատրաստ չեմ։ Պատրաստ չեմ, հովիվ ջան, պատրաստ չեմ, այսօր ինձ խնդրում եմ չուղարկես հիվանդանոց աղոթելու ինչ-որ մեկի համար, չասես զոհաբերության խոսք խոսի, ես այսօր պատրաստ չեմ խմբակի ավագություն վերցնեմ, ես այսօր պատրաստ չեմ գնամ հարևանից դուռը թակեմ կամ ներեմ կամ չգիտեմ ինչ-որ մի այլ բաներ, ես պատրաստ չեմ, դեռ պատրաստ չեմ, ես այսպես մտածում եմ այս երկար տարիների մեջ ու զարմանում եմ, ապշելու վիճակ է։ Ու ինքս ինձ հարց եմ տալի, երբ որ 17-18 տարեկան երիտասարդ տղան 90-ական թվականներին, երբ որ ապաշխարեց, այդ ինչքանով էր պատրաստ, որ 2 ամիս հետո արդեն հիվանդանոցներ էր այցելում, այդ ինչքանով էր պատրաստ, որ տնային խմբակ էր վերցնում, գնացել էր գթության ծառայության մեջ էր մտել, ու այդ տղայի պես իմ մասին եմ խոսում, հարյուրավոր մարդիկ ինպես, որ ոչ աստվածաշնչյան դպրոց սովորել էին, ոչ չգիտեմ ինչ-որ Աստծո խոսքը հրաշալի ձևով գիտեն եւ այլն, ոչ մի բան չգիտեին, բայց սա ինչ-որ տոկերի ձայն է գալիս, հոտ չի գալիս, բայց հանգիստ եղեք։ Բայց մենք գնում էինք, երիտասարդները, այստեղ կան մարդիկ, նույն Մարիշը, տեսնում եմ Կարինեին, այստեղ կան մեր քույրերը, Էրմինեն, շատերը կան այստեղ Ինան ու շատ
Ինչն էր մեզ դրդում, ինչն էր մեզ առաջնորդում, ինչով ենք մենք շարժվում, այդ ինչ էինք անում, այդ ինչ էինք սովորել կամ որտեղ էինք ավարտել, որ մենք պատրաստ էինք, իսկ այսօր քրիստոնյաները պատրաստ չեն։ Երբ որ բան ես ասում, պատրաստ չեն։ Գիտես ինչ։ Գնում էինք, բայց հրաշքներն ու նշաններն էլ շարժվում էր մեր հետ։ Մենք որտեղ գնում էինք, Աստված այնտեղ ներկա էր։ Գիտես ինչի։ Սիրելիս, ասա ինչի։ Լավ, սխալ հարց եմ տալի։ Գիտես ինչի։ Դու գիտես ինչի։ Բայց ես ուզում եմ այսօր քեզ ասեմ։ Այս երկինքն ու երկիրը, ինչպես որ խոսում էր մեր քույրիկը, արարել է մեր Աստված։ Հետևաբար ում է պատկանում։ Նրան։ Սա խոսում է մի բանի մասին, որ մենք քայլում ենք մեր հոր, մեր Աստծո երկրի վրա, երկնքի տակ։ Դու հասկանում ես ում որդին կամ աղջիկն ես դու։ Այս երկրի տիրակալի, այս երկրի ամբողջ աշխարհի արարչի զավակն ես դու։ Ու դու քայլում ես քո հոր ստեղծած, քո հոր տնկած այգու, երկրի, քարի, թփի մոտով ու մարդկանց հետ շփվում ես։ Ես շատ ինչ-որ անհասանելի սենց ամպոտ բաներ չեմ ասում, չէ։ Շատ պարզ եմ ուզում ասեմ այդ ամեն ինչը։ Դու գտնվում ես մի երկրի վրա, որի արարիչը, որը որ պատկանում այս երկրի ոսկին ու արծաթն ու ամեն բաները ինչ-որ լցրած այս երկիրը, պատկանում է քո հորը, քո երկնային հորը։ Միթե սա բավական չի ինձ ու քեզ համար, որ մենք քայլենք համարձակ, որ մենք գնանք ու ասենք, ես պատրաստ եմ, Տեր։ Ահա ես ուղարկիր ինձ, եթե մի բան կարող եմ անել, ես ուզում եմ դա անել։ Ինչքանով կարող եմ, այդքանով կանեմ։ Ինչքանով չստացվի, պատրաստ եմ սովորեմ, պատրաստ եմ փոխվեմ, պատրաստ եմ ուղղվեմ, մենակ թե իմանամ քո կամքն եմ անում, մենակ թե իմանամ, որ քո սիրտը ուրախացնում եմ։ Հալելույա։ Փառտիրոջը։ Գիտես, ամեն։ Մարդու որդին եկել էր, որպեսզի կորածը գտներ, փրկեր, բերեր նորից այն կարգավիճակին, որը որ գողացված էր նրանից եղել։ Սա խոսում է մի կարևոր բանի մասին, որ մենք պետք է շարունակենք մեր Տիրոջ գործը։ Նա ասեց, այն ինչ որ ես եմ անում, գնացեք եւ դուք շարունակեք անել։ Եվ Հիսուսը համբարձվելուց առաջ մի կարևոր խոսք ասեց։ Ասեց, գնացեք։ Հիմա մի գնացեք, նստած մնացեք, բայց հենց ծառայությունը բրծնի կարող ես գնալ։ Բայց գնալ մի որոշում կայացրած սրտիդ մեջ, որ ես կգնամ ու իմ հոր, իմ Տիրոջ գործը շարունակելու։ Ես կգնամ գտնեմ այն մեկին, որը կորած է կամ մոլորված է կամ փրկվելու կարիք ունի։ Եթե հիմա նորից խնդրեմ քեզ ասեմ նայիր կողքիններիդ, կնայես, փորձիր, ուշադիր նայիր նրանց, ես ուզում եմ քեզ այսպիսի մի միտք տամ, հասկացիր սիրելիս, եթե դու հաշվի թե դու այս մարդկանց կողքիների չես ճանաչում, այսպես մի պահ թույլ տուր մտածես այդպես, բայց հասկացիր մի բան, եթե դու նրանց չհասնես, կարող ես պատկերացնել նրանց դժոխքում, եթե դու չգնաս ու նրանց չհասնես, կորածին, մոլորվածին չգտնես, չփրկես, դու հասկանում ես, որ այդ մարդիկ կարող են հայտնվել դժոխքում ու հավիտյան, դու կասես հովիվ լավել է այսօր ոնց որ ծնունդ էր, քեֆ ուրախությունով, ուրախ, զվարց, հենց եկանք մտանք ստեղ, ես խոսում եմ դրա մասին։ Մի ուրիշ հարց եմ ուզում քեզ քո մոտ բարձրացնել։ Մատթեոս 18-րդ գլուխ 12-ից սկսած կարդում եմ։ Ինչ եք կարծում, եթե մի մարդ 100 ոչխար ունենա, եթե մի մարդ 100 ոչխար ունենա, ու նրանցից մեկը մոլորվի, նա 99-ին չի թողնի լեռներում ու գնա մոլորվածին որոնելու։ Եվ երբ որ նրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, նրա համար ավելի կուրախանա, քան այն 99-ի, որոնք չեն մոլորվել։ Այդպես էլ ձեր երկնավոր Հայրը չի ցանկանում, ասա չի ցանկանում։ Աստված չի ուզում որևէ մեկը որպեսզի կորչի կամ մեռնի, որ այս փոքրերից որևէ մեկը կորչի։ Եվ հետո եթե մենք նույն պատմությունը գնայինք եւ նայենք Ղուկասի մեջ 15-րդ գլխում այստեղ մի կարևոր բառ է հնչում, ասում է եթե
ինչ որ մեկի ձեզանից 15-4 խոսքն է դա ասում 100 ոչխար ունեցողը եթե դրանցից մեկը կորցնի 99-ին անապատում չի թողնի եւ կորածի հետևից չի գնա մինչեւ որ գտնի գիտես այս մինչեւ որ բառը ինձ ինենց սենց բան արեց ասեց հələ մի րոպե Արմեն դու ունես եղբայր կամ քույր որ եկեղեցում են եղել եւ հետո ինչ պատճառներով գործի ընտանիքի առողջության եւ այլ տարբեր պատճառներով հանգամանքներով այլևս չի գալի եկեղեցի ես ինձ մեջ մտածում եմ հա ունեմ փորձել ես նրանց հետ կապի մեջ լինես կապ հաստատես փորձել ես նրանց գտնես փորձել ես նրանց որ երկար ժամանակ այլևս եկեղեցի չեն հաճախում փորձել ես նրանց հասնես եւ ասես սիրելի քույր սիրելի եղբայր Ես քո կարիքն ունեմ, եկեղեցին քո կարիքն ունի։ Երբ որ նա կգա տուն, Աստծո տուն, հայրական տուն, նա կհասկանա, որ ինքն էլ դրա կարիքն ուներ։ Եվ փորձել ես տես բան անել, դե ես մտածում եմ, ասում եմ, դե հա, եղել են դեպքեր, փորձել եմ, եղել են դեպքեր, որ զանգել եմ չի պատասխանել։ Մի քանի անգամ փորձել եմ կապ հաստատեմ, չի ուզել այս անձնավորությունը ընդհանրապես, չգիտեմ, վիրավորված է կամ ինչ պատճառներով։ Գիտեք Հովովի սիրտը ինչպիսին է։ Հովովի սիրտը այստեղ երևում է։ Ասում է նա կթողի 99-ին եւ արդյոք չի գնար այդ կորածի հետևից մինչեւ որ։ Մինչեւ որ։ Մինչեւ որ։ Մենք մինչեւ որ չենք գնում։ Մենք մի հատ երկու հատ զանգում ենք, փորձում ենք, դե ուզեց ուրիշ, չուզեց դե այն որ ասում է Այն որ ասում է դու որոշի, հա, պետք է քո ընտրությունն է, քո խաչն է, դու տես։ Բայց Հովիվը ասում է, մինչև որ չգտնի, հետ չի վերադառնա։ Սիրելիներս, ես հավատում եմ, որ Աստված ուզում է ամեն մեկիս իր գործի մեջ կանչելուց ցանկանում է, որ մենք հասկանանք իր սրտի դրդապատճառները, այդ սերը ճաշակենք եւ ինքներս նմանվենք նրան, այդ բարի Հովին։ Որ գնանք, եթե դու ասում ես ես շատ անգամ եմ փորձել, ոչինչ, մի անգամ եմ փորձի, եթե էլի չի գալիս, քո աղոթքի սենյակը միշտ բաց է, նրա համար ծունկ ծռելու, նրա համար աղոթելու, դու գոնե աղոթքով կարող ես աղոթել, միգուցե մի ուրիշ ճանապարհով Աստված այս հարցին լուծում կգտնի։ Աստծո համար անհնարին բան չկա, անհնարին ճանապարհներ չկան, ամեն։ Եվ եւս մի խոսք, որ կուզենամ կարդամ, եւ մենք ոնց որ sense շատ բուրըն գալիս էինք ծառայության ավարտին մոտենանք Սաղմոս 51 ինձ ապշեցրեց Դավթի այս Սաղմոսի այս 2-3 խոսքերը գիտեք Դավիթը մեկն էր որը որ թագավոր էր հովվությունից սովորական ոչխարների գառների հոտ արածացնելուց դարել էր Իսրայելի թագավոր եւ պատերազմներ շատ էր կրում շատ էր ունենում պատերազմներ ու մենք գիտենք որ երբ որ այդ պատերազմների ժամանակ նա վերադարձել էր տուն եւ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չգտնվեց թագավորը որը որ պետք է լիներ մարտի դաշտում հայտնվեց սխալ տեղում թեկուզ եւ թագավոր էր ու մենք գիտենք պատմությունը եթե դու վստահ եմ ծանոթ ես Բերսաբիայի հետ Ուրիայի կնոջ հետ որ նա մեղքի մեջ է ընկնում եւ հետո Ուրիային անգամ ուղարկում է այնպես որպեսի ազատվի այդ ամեն ինչից փրկվի այդ խայտարակությունից Ուրիային սպանում են եւ հետո ինքը սրանից հետո ծնվում է նրա սրտում այս Սաղմոսը որ խնդրում եմ քեզ Տեր քո Սուրբ Հոգին մի վերառ ինձանից հիշում եք այդ Սաղմոսի բառերը Սուրբ Սիր ստեղծի ինձանում որտեվ լվա ինձ մաքրի որտեվ իծանե ես մեղավոր եմ եւ այլ եւ այլ եւ այլ ու 12-13 խոսքերը ինձ հետաքրքիր sense բանի առաջ բերեցին կանգնացրեցին 51-12 Դարձյալ քո փրկության ուրախությունը տուր ինձ եւ հոժարական հոգով հաստատի ինձ նորից եմ ուզում կարդամ որ դու լսես Դարձյալ կարող ենք իրար հետ կարդանք երևում է այստեղ Եկեք այստեղից կարդանք Դարձյալ իրար հետ բարձր կարդանք հա եթե կարելի է Դարձյալ տուր ինձ Մի վարքյան, ես մի բան ուզում եմ հասկանամ այստեղ Դարձյալ տուր ինձ ում փրկության ուրախությունը
քո փրկության ուրախությունը։ Գիտեք ինչ է սա նշանակում։ Մենք մեր կյանքերը փորձում ենք փրկենք միշտ։ Երբ որ տեսնում ենք մի հատ լավ գործարք, արագի մեջ ասում ենք, այս շանսը պիտի բաց չթողեմ։ Այսի իմ հնարավորությունն է։ Ես հիմա պետք է այսպեսի մի հատ ներդրում անեմ, կամ այս անձնավորության հետ ես պետք է հենց հիմա ծանոթանամ, կամ այս բանը պետք է հենց հիմա ելնեմ ու ասեմ։ Մենք մեր կյանքերը փորձում ենք փրկելու նկատառումով, փորձում ենք մեր ուզած ճանապարհով գնալ։ Մենք ենք որոշում ոնց փրկենք մեր ճանապարհը, մեր կյանքը։ Եվ շատ անգամներ, երբ որ մենք փորձում ենք չնորոգված մտածելակերպով ինչ-որ բաներ անել մեր կյանքերում, մենք հայտնվում ենք փակուղիներում, հայտնվում ենք անդունդի եզրին, հայտնվում ենք այնպիսի տեղ, որ ասում ենք Տեր օգնիր ու փրկիր։ Բայց երբ որ մենք հասկանում ենք, որ մեր Աստված ինչ որ անում է բարի է եւ ինչ որ անում է դեպի փրկություն է տանում։ Երբ որ մենք հասկանում ենք, որ Դավիթ այստեղ ասում էր, գիտեք, Ուրիան երբ որ եկել էր ոնց է կոչվում դա հայերեն, չգիտեմ, օդպուսկ։ Արձակուրդ։ Լավ։ Նրան տվել էին արձակուրդ, մի քանի օրով գնա կնոջը տեսնի, Ուրիան Դավիթի ամենազորավոր քաջերից մեկն էր, նրա զորագլուխներից մեկն էր։ Անգամ Դավիթը այդ ժամանակ փորձեց ինչ որ ձևով քողարկել իր մեղքը, բայց մենք տեսնում ենք Ուրիայի սիրտը ինչքան ուղակի բան է, զորավոր, ինչքան նվիրված էր, ոչ միայն իր թագավորին, այլ նաև իր զորքին, որը որ մարտնչում էր այնտեղ։ Ու գիտեք ինչ ասեց, երբ որ Ուրիան գնաց, չմտավ իր կնոջ մոտ, դրսում գիշերեց եւ հետո վերադարձավ իր եղբայրների մոտ, ովքեր սահմանի վրա էին, սա Դավիթը մի հատ նամակ տվեց նրան, ասեց սա տար եւ դա Ուրիայի ոնց որ ասած մահապատժի այդ բաներ, նրան ուղարկելու էին այնպիսի տեղ, որտեղ որ նա այլևս այդտեղից ոչ մեկ կենտանի չի վերադառնում։ Ըստ Դավիթի, ես մտածում եմ, սա իր փրկության ճանապարհն էր։ Ինքը փորձում էր այսպես փրկել ինքն իրեն։ Ինքը փորձում էր փրկվել, որովհետև երբ որ կբացահայտվեր արդեն, որ Բերսաբյան հղի է Դավիթից եւ իր ամուսնու հետ չի կենակցել, սա մեծ խայտառակություն կլներ թագավորի համար։ Ու Դավիթը փորձեց իր ճանապարհով փրկություն բերի իրեն։ Եվ հետո մենք տեսնում ենք Նաթանը գալիս է, հանդիմանում է նրան, նա զղջում, ապաշխարում է, երեսնի վայր ընկնում Տիրոջ առաջ, այս Սաղմոսը հետո ծնվում է, եւ այստեղ Դավիթը արդեն հասկանալով ասում է Տեր, դարձյալ, գիտես, մարդիկ կան, Տիրոջ ուրախությունը փրկության ճանաչել են, ճաշակել են, բայց կորցրել են հետո։ Սատանան կարողացել է ինչ-ինչ ճանապարհներով, ինչ-ինչ ձևերով նրանց մեղքի կամ չգիտեմ տգիտության կամ անգիտության պատճառով տանի ու փորձանքների մեջ խճճի, այդ մոլորված գառնուկի պես տանի ու փշերի մեջ անդունդի եզրին հասցնի։ Եվ կորցրում են մարդիկ իրենց ուրախությունը։ Իսկ Դավիթ այստեղ ասում է Տեր, խնդրում եմ դարձյալ ցույց տուր ինձ, դարձյալ քո փրկության ուրախությունը թող իմ սրտի մեջ վերադառնա։ Սիրելիներս, Աստծո արքայությունը ուտելիք խմելիք չի։ Դա արդարություն է, դա խաղաղություն է եւ ուրախություն է Սուրբ Հոգու մեջ։ Եվ երբ որ դու թույլ ես տալիս սատանան գողանա քո ուրախությունը, նա կարողանում է քո արդարությանը կպնի, քո խաղաղությունը տանի եւ այլն։ Դրա համար այնքան կարեւոր է ինձ ու քեզ համար, որ մենք կարողանանք պահել մեր փրկության ուրախությունը, որովհետև Տերը մեզ փրկել է եւ մեր սրտի մեջ ուրախություն է դրել։ Ամեն։ Սա կարևոր բան է եկեղեցի, եթե դու չես կարողանում պահել քո փրկության ուրախությունը, եթե դու չես հասկացել ինչքան մեծ բան արել Աստված քեզ համար, այդ փրկության ուրախությունը քո սրտում չկա, այլ դու ամբողջ օրը այդ վազքի մեջ ես հասցնես, նա անես ու չգիտես ընդհանրապես ինչ որ անում ես, քեզ պետք է գալու թե չէ կամ Աստծուն դուր գալու է թե չէ, սիրելիս, սա ճիշտ չի։ Հին ուխտում ասում, ինչ օգուտ մեզ, որ Տիրոջ տուն այսքան անում ենք եւ բան ենք անում, ծառայում ենք եւ այլն։ Երբ որ մենք նայում ենք Աստվածաշնչին, ես հիմա երկրորդ համարին եմ ասում, անցնելու, ես ուզում եմ քեզ ցույց տալ, եթե դու ունես իսկապես Աստծո փրկության ուրախությունը նրա, դու ինչպես ծառը իր պտուղն է տալիս, այդպես էլ փրկված մարդը, ով որ տեսել է, ով որ ճաշակել է, որ Աստված իր փրկության ուրախությունն է,
վերադարձրե, այս բաները կանի։ Գնանք Սաղմոս 51-ի 13։ Երբ որ ասում է վերադառնա փրկության ուրախությունը, այդ ժամանակ անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհները եւ մեղավորները ետ կդառնան քեզ մոտ։ Երբ որ փրկությանս ուրախությունը վերադառնա Տեր, ակամայից ես կսկսեմ գնալ, ակամայից, ապա այդ ժամանակ ես կգնամ ամբարիշներին կսովորեցնեմ քո ճանապարհները եւ մեղավորները կվերադառնան քո մոտ։ Երբ որ փրկության ուրախությունը վերադարձած է։ Ես ուզում եմ եկեղեցի, որ այստեղ, երբ որ մենք հավաքվում ենք, ես ինչի եմ ասում, ունեցեք ընկերներ, ունեցեք ծանոթություններ, ճանաչեք իրար, եւ ինչի եմ ես ուզում, որ դու փրկության ուրախությունը ճաշակած լինես, որովհետեւ գիտես, մարդը որ գիտակցել է, որ փրկության ուրախությունն ունի արդեն, նրան մնում է մի բան անել։ Ինչպես 90 թվականներին այս մարդիկ կամ շատերը ձեզանից հելան ու առանց ինչ-որ կրթություն, առանց ինչ-որ շատ գիտելիք իմանալու գնացին ամբարիշտներին սովորեցնելու Աստծո ճանապարհները եւ մեղավորներին ետ վերադարձնելու դեպի Աստծուն։ Եվ եկեղեցին այսօր ունի այս ընթացքը եւ այս ընթացքի մեջ մենք ինքներս ենք գտնվում։ Սա Աստծո զորավոր ձեռքն է անում։ Սա ոչ մի մարդ չի անում։ Ուղղակի մենք պետք է գիտակցենք ու հասկանանք։ Հովվի սիրտը գնում է մինչև որ չգտնի այդ մեկին, մինչև որ չգտնի այդ կորածին, մինչև որ չգտնի ու չվիրակապի, մինչև որ չբերի նրան եւ Աստծո տուն չվերադարձնի։ Ամեն։ Դրա համար սիրելիս, իմ այսօրվա ուղերձը, իմ այսօրվա կոչը ես եւս մեկ անգամ առիթ օգտագործելով ասում եմ դու արեցիր դա, դու 1 տարի շարունակ հավատարիմ եկել ես ու Աստծուն փառք ես բերել, քո զոհերի, քո ընծաների, քո աղոթների, քո բոլոր հավատքի ու ներդերման պատճառով մենք այսօր 1 տարի շարունակ այստեղ ենք։ Եվ ես հավատում եմ, որ մենք շատ երկար ճանապարհ ու տարիներ, շատ երկար տարիներ ունենք այստեղ գնալու իրար հետ Աստծո արքայությունը տարածելու։ Ամեն։ Բայց այս ամենի հետ միասին, ամեն, դու լավ հնարավորություն ունեիր Աստծուն փառք տալու, չարեցիր դա։ Հալելույա։ Բայց այս ամենը իզուր կլինի, այս ամենը ունայն կլինի, այս ամենը Աստծո սիրտը չի ուրախացնի, եթե մենք չունենանք այն հայտնությունը, որ նա մեզ փրկել է։ Իսկ նրանք, ովքեր որ ունեն այդ հայտնությունը, այստեղ կա մարդ, որ ունի այդ հայտնությունը, եթե ունեք այդ ձեռքերը, որոնք որ բարձրացնում եք, մեզանից, ես ձեզանից մեկն եմ, մեզանից մի բան է սպասվում։ Մեզանից սպասվում է մի բան, որ մենք պետք է գնանք ամբարիշտներին, պատմենք Աստծո ճանապարհների մասին եւ մեղավորներին դարձի բերենք դեպի հորտունը, որովհետեւ բարի հովիվը, որը որ մենակ էր այս երկրի վրա, ասեց մինչև որ սերմը չմեռնի, նա չի պտուղ բերի, բայց երբ որ մեռնի, պտուղ կբերի եւ այդ պտուղը մնայուն կլինի եւ 30-60-100 անգամ ավելի շատ կտա պտուղ։ Այսօր ես ու դու այդ պտուղից, այդ սերմից, մեռած սերմից, Քրիստոս սերմից մեռած այդ եւ հարություն առած սերմի պտուղներն ենք, որոնք որ աճել ենք։ Եվ մենք ինքներս նույնպես պետք է կարողանանք գնանք այդ ճանապարհով։ Մենք ինքներս պետք է գտնենք այդ քույրերին, այդ եղբայրներին, ովքեր որ կարիք ունեն, ովքեր որ պետք է լինեին այստեղ այսօր, միգուցե վաղը կլինեն, հաջորդ ծառայությանը կլինեն, բայց կլինեն, թե չեն լինի, մեզանից է կախված։ Մեզանից է կախված, ելիս։ Չեմ ուզում, որ դու ուղղակի միայն հրաշալի է իհարկե լինել Աստծո տան մեջ, տեսնել քույրերին, եղբայրներին, տեսնել լավ հյուրեր ունենալ, լավ ծառայություններ լսել, աղոթներ, Աստծո զորությանը մասնակից լինել, բայց այնքան կարևոր է, որ մենք պետք է ունենանք հոր սիրտը, մենք այնքան կարևոր է, որ հասկանանք ինչ էր Հիսուսը ասում, երբ որ ասում էր կթողնի 99-ին, կգնա այն կորածի ետևից, մինչև որ գտնի նրան։ Հալելույա։ Սա խոսում է
նվիրման մասին, սա խոսում է ինքնազոհության մասին, սա խոսում է նրա մասին, որ նա չի հանձնվի, նա չի թուլանա, նա չի փոշմանի, նա կգնա եւ ասում է, երբ որ կգտնի նրան իր ուսերի վրա դրած, կվերադառնա եւ այդ ժամանակ կկանչի բոլորին, հարևաններին, ծանոթներին, բարեկամներին ու կասի այն մեկը, որ կորած էր գտնվեց։ Եվ Աստծո խոսքը ասում է այդ մեկի համար երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի, քան թե այն 99 արդարների համար, որոնք որ չէին մոլորվել։ Ամեն։